Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, անդրադառնալու ենք թատերական երկու հետաքրքիր իրադարձության, ապրիլի 1-ին ժամը 15:00-ին Եղիշե Չարեցի անվան գրականության և արվեստի թանգարանում կներկայացվեն Ենգիբարյանական նովելները նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանական 90-ամյակին և ապրիլի 4-ին ուրիշ թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի հոբելյանական 155-ամյակի շրջանակներում բեմադրված Չարի վերջը մյուզիքլը։ Այս մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի վարիչ դերասան և ռեժիսոր Նարա Սարգսյանը, ռեժիսոր Արտյոմ Ավետիսյանը և դերասան Ռուբինա Պողոսյանը։ Բարի լույս։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք։ Շնորհավորում ենք ձեզ օրվա կապակցությամբ։ Շնորհակալություն։ Ես քիչ առաջ իհարկե խոսում էի նվիրյալների մասին եւ այն ինչ հնչեց գովազդի ընթացքում, որին ես կուզեմ անդրադառնանք, միևնույնն է, այնուամենայնիվ հասկանում եմ, բայց այդ ամեն ինչը հաղթահարվում է, որովհետեւ նվիրյալ եք եւ որովհետեւ սիրում եք ու որովհետեւ միևնույնն է չեք կարողանում։ Բայց դրան ասում եմ անդրադառնանք քիչ հետո, որովհետև ուզում եմ անդրադառնալ հատկապես գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցող միջոցառմանը, ինչի, ասում եմ շատ եսասիրական հիմա բան ասեմ, որովհետև մի քանի օր առաջ, երբ ես առիթ եմ ունեցել կարդալու Չարենցին, այնտեղ հնչում էր հենց իմ կարդացածը եւ ես շատ պատահաբար տեսա, որովհետեւ չէի իմանում, ինձ ուղղակի նկարել ուղարկել էին ու հասկացա, թե ինչ հպարտություն է առհասարակ, ինչ պատասխանատվություն, որի ժամանակին կարդացած բանաստեղծությունը, այսպես ասած, ծննդյան օրը հնչում էր, մեծ պատիվ էր իրականում եւ հիմա որ այնտեղ անում եք միջոցառում, ես կուզեի դրա մանրամասներն իմանալ, ինչ եք անում էլի, ինչ նորություն է լինելու եւ ոնց անենք, որ մարդիկ էլ ավելի մեծ հետաքրքրությամբ ուզենան գնալ այնտեղ տեսնել։ Նախ շնորհավորենք այսօր թատրոնի միջազգային օրվա հետ կապված բոլոր թատերասերներին, այն մարդկանց, ովքեր սիրում են թատրոնը, ովքեր հաճախում են թատրոն եւ հիմնականում թատրոնի նվիրյալներին։ Միջոցառումը, չասենք միջոցառում, որովհետեւ ինքը բեմադրություն է, որը հավաքվել է նովելների շուրջ Ենգիբարյանի եւ չէինք կարող չանդրադառնալ Ենգիբարյանի նովելներին եւ արձակ ստեղծագործություններին, որովհետեւ ես այսպես պրպտեցի, ուզում էի երրորդ դերասանական կուրսի հետ ինչ-որ նորություն անել եւ ես հանգեցի այն մտքին, որ պիտի 90-ամյակը տոնենք Ենգիբարյանի Եվ թանգարանում, երբ որ շրջայց ունեցա, տեսա շատ հետաքրքիր անկյունը Ենգիբարյանի, այնտեղ ֆիլմում երևի կհիշեք ճանապարհ դեպի կրկես ֆիլմից իր անձրևանոցը։ Հովանոցն եք բեմադրել։ Հովանոցի, չէ, բոլոր նովելներն ենք անդրադարձել, տասնյակից ավել նովելներ ունի եւ դրանք ընթերցում են 30 րոպե է տևում, շատ չէ, եւ իհարկե նաեւ նովելները բացի այն, որ արձակ ստեղծագործություններն են ընթերցում երրորդ դերասանական կուրսի ուսանողները, նաեւ էտյուդներ են բեմադրված, Ենգիբարյանական քայլերով, Ենգիբարյանական մարմնի լեզվով, եւ այդպես համագործակցություն պիտի նշեմ անուշ թանգարանների հետ քոլեջում շատ են։ Մենք համագործակցություն ունեցել ենք արդեն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ, Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ, Ջրվեժում արգելոց կա այնտեղ թանգարանի հետ, նաև այս անգամ արդեն Եղիշե Չարենցի գրականության արվեստի թանգարանի հետ։ Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 1-ին ժամը 15:00-ին կունենանք հանդիսատես, որովհետև իրենք էլ իրենց էջում գովազդում են նաև միջոցառումը եւ այդպես։ Ինձ համար նաև շատ հետաքրքիր է երեխեքին այստեղ այնտեղ տանելը բեմից դուրս, որովհետև իրենք այնքան պիտի այդ տեղերում հանդես գան, այնքան պիտի որ հասկանան միանգամից ինչ որ մի հատ ուրիշ միջավայր, անհարմար միջավայր գցեցիր, իրենք տեղում հարմարվեցին, ադապտացվեցին։ Այս առումով նաև մեծ փորձ է իրենց համար։ Նախ ես կարծում եմ այդ հարթակներում հանդես գալը էլ ավելի է զարգացնում իրենց արվեստի հանդեպ հարգանքի մտահորիզոնը։ Դա շատ պարտադիր պայման է, որովհետև այսօր հայ երիտասարդը այո պետք է գնա թանգարաններ, պետք է գնա թատրոններ եւ դա նաեւ գործի մի այլ կարեւոր մաս է, որովհետև այսօր թանգարաններում գրեթե քիչ այցելուներ կան ու կան թանգարաններ, որոնք որ փակման եզրին են դրա պատճառով։
Հետաքրքիր է, թանգարանային գիշերն էլ որ կազմակերպեցին, որ գոնե տալիս էր անվճար, հա, հիմքերով այցելել, չնայած այնտեղ այն կարգի չնչին գումար է, որ հաստատ չի կարող պատճառ լինել չայցելելուն, բայց ես հասկացել եմ, որ աշակերտներին կամ ուսանողները հենց գնում են միայն խորհրդանշական օրերի, եթե գնում են, հա, եթե ծնունդն է, այդ օրը ինչ որ առիթ կա, ինչ որ X դպրոցներ կարող են ակտիվ լինել կամ X բուհերի ուսանողներ։ Իրականում մենք չունենք դեռ երևի այդ կուլտուրան, որ ինչ որ մեկը գա դրսից ու մենք անպայման առաջին առիթ ունենանք իրեն թանգարաններով շրջայց կազմակերպելու, որովհետև դե պարզ է խորովածը, քյաբաբը բան պիտի տենց լինի, խորվիրա, այս կողմեն կողմ։ Մշակույթը առայժմ։ Բայց հետաքրքիր է, որ մենք ենք գնում, մենք պիտի Լուվր գնանք, մենք պիտի այսինքն այդ բոլոր պատմամշակութային կոթողներից բացի մշակութային հարթակներում լինենք։ Իրենց արժեքավորը մերը չէ երևի։ Դե մենք տենց ենք, մենք բան ենք, չէ, օտարամոլ ենք։ Իրականում մինչև անդրադառնալը նաև Հովհաննես Թումանյանի, հա, Չարի վերջին, ույս հուսամ, որ այդ Չարի վերջին մի օր կգա, ասում եմ, եւ հեքիաթը կհաղթի։ Մենք մտածում էինք նոր քննարկում ենք, որ ասում ենք, բայց չկա։ Միտեղ վերջանում է, միտեղ սկսվում է։ Դե ինքը իրականում վերջ չունի, եւ բարբերաբար ես լսում եմ, որ ասում են դե Չարին պետք է հաղթել միայն սիրով։ Լավ, դրա հետ համաձայն եմ, բայց ցավոք այդ Չարի երևի թե արարքների դրսևորումները այնքան շատ են մեր իրականության մեջ, որ սիրո մեր դրսևորումները նախ պակասում են, հետո չեն էլ երևում։ Արդեն մարդիկ չեն էլ հասկանում սիրո դրսևորումը որն է։ Քծնանքն ու սիրո դրսևորումը միախառնվել է իրար։ Մենք արդեն չգիտենք ով է քծնում, ով է իրական արժեքների մասին խոսում։ Չարին կհաղթվի միայն ուժով։ Լավ էր։ Ես համաձայն եմ դրա հետ։ Նախանձով, քծնվելով, սիրով չեմ, երևի ուժով։ Այստեղ չեմ կարծում։ Հետաքրքիր է, այսօր մի գրառում եմ արելի մեջում Ցիցերոնից, ասում է խաղաղություն ձեռք են բերում բացառապես հաղթանակով, ոչ թե համաձայնագրով, եւ հիմա հենց այդ նույն ժամանակներն ենք ապրում իրականում ու դու հասկանում ես, որ եթե մենք չունենանք հաղթանակ, իսկ դա ուժով է պետք ձեռք բերել, որևէ համաձայնագիր ու որևէ թուղթ միևնույն է հաղթանակ չի տալիս, անգամ մարդկային հարաբերությունների մեջ է այդպես էլի։ Դու պիտի ունենաս հստակ հաղթանակ։ Հիմա տեսեք, ես էլի առավոտյան քանի որ դե թատրոնի միջազգային օրն է, խոսում էի նրա մասին, որ թատրոնը իրականում իր դերն ու դիրքը չկորցրեց հանրության մոտ, անկախ զարգացումներին ժամանակի եւ կարողացավ պահել։ Այսօր էլ այնուամենայնիվ ես տեսնում եմ, որ լեփլեցուն են դալիճները, որ մարդիկ իսկապես շատ տարիներ առաջ երբ կար այդ пассивությունը, հիմա այդպես չի, հիմա մարդիկ հաճախում են, շատ պրեմիերաներ են տեղի ունենում իմիջիայլոց թատրոններում։ Իրականում եւ դա եղավ նվիրյալների հաշվին, այդ էին որ խոսում, եւ առիթ ունեցել եմ մի քանի օր առաջ էլի խոսելու այդ մասին, հետաքրքիր են առա, եթե կարելի է քննարկել այդ հարցը։ Մենք խոսում ենք ավտոբուսների վարորդների աշխատավարձից, հետո անդրադարձանք մանկավարժների աշխատավարձին, հետո անդրադարձանք իհարկե արվեստի գործիչների աշխատավարձին, դասախոսների ինչու ոչ, բազմիցս առաջարկներ ստացել եմ ու լսել եմ էլի ինչքան է աշխատավարձը։ Հիմա ասեմ հետեւյալը, ես չգիտեմ, ասում եմ նախորդ անգամ էլ ասեցի, որևէ մեկի մասնագիտությունը չեմ ուզում արժեզրկել կամ մեկը ավելի բարձր դասել, բայց երբ մենք խոսում ենք արվեստի մասին, հա, մեծն արվեստի։ Հիմա տեսեք, ստացվում է, որ դուք ստանում եք օրինակ 40,000 դրամ, իմ ընկերներից մեկն ասաց իրանը բարձր է 60 է, ահագին ուրախացել էինք, էլի։ Թատրոնում։ Հա, թե թատրոնում բարձր եմ ստանում, Անուշ ջան, ես։ Դասավ, չէ, որ 18,000-անոց վարձատրություն կա։ Հա, դասախոսությունը շատ ավելի։ Դուք ահագին թանկ եք ստանում։ Մեր բարբառովսած լալու բան է խնդամգը։ Այո, այո։ Բայց ներողություն, վաստակավորները ինչքան են ստանում թատրոնում։ Շատ չնչին է տարբերությունը։ Գիտեմ, բայց համարենք ամենաբարձրն են իրենք ստանում։ 100 քանի հազար։ Գիտեք ինչքան է ստանում ավտոբուսի վարորդը, բայց բողոքում է։ Դե գիտեք, իրենց աշխատանքն էլ է ծանր։ Եկեք ոչ մի Հա, բայց նայեք, մենք խոսում ենք կրթելու մասին եւ խոսում ենք արվեստի մասին։ Սրանք օրինակ են, որ ասում ենք գնանք Եվրոպա, լավ գնանք, բայց Եվրոպայում իրականում սա լրիվ ուրիշ հարթակում է գտնվում։ Ինձ թվում է ավտոբուսի վարորդը հիմա սկսել եմ շատ վրջ մտածել էլի այդ մարդկանց ապրոստի մասին։
ավտոբուսի վարորդը, Անուշ, կարող է շատ հանգիստ իր աշխատանքը փոխել։ Չէ, լուրջ եմ ասում։ Չէ, այսօր կարող է այդ մարդը դիմում գրել։ Հա, այդ մարդը դիմում բան է եղել իմ ավտոբուսի։ Ուզում ասել կարող է, չէ, հանգիստ դիմումը գրել դուրս գալ։ Այո։ Ահա, եւ գնալ աշխատել ոչ թե 36 համարի պարկում, այլ աշխատել Օրինակ տաքսի վարել, օրինակ, ահա, սեփական մեքենա եւ շատ ավելի վաստակել։ Ահա։ Դերասանը դժվար է հարմարվում։ Հիմա նայեք ինձ։ Ես եթե դիմում գրեմ եւ դուրս գամ, եւ քոլեջից, որպես դասախոս, եւ իմ թատրոնից, որտեղ 18 տարի է ես արդեն այնտեղ եմ։ Այո, այսինքն ես ավարտել եմ ինստիտուտը, նույնիսկ դիպլոմ չստացած, պարոն Հակոբ Ղազանչյանը ինձ ընդունել է Պատանի հանդիսատեսի թատրոն։ Եթե ես դուրս գամ եւ գնամ այլ թատրոն, դուք չեք պատկերացնի ինչքան ինտերվալ, ինչ ժամանակահատված է պետք որպեսզի ես հարմարվեմ։ Նախ հարց է, արդյոք ինձ կընդունեն։ Կընդունեն թե ոչ։ Մենք էլ տենց սիրում ենք չընդունել, էլի։ Ես իմ ինչ տաղանդավոր չենք, ես իմ ինչ շնորհքով չենք, հա, լցված։ Բայց այդ այնքան դժվար է 18-19 տարի այդտեղ փորձ ունեցող դերասանի համար իր թատրոնը փոխել։ Դու այլ միջավայրում ես, այլ բեմում ես, այլ համ ու կոլորիտ ունի։ Դուք գիտեք, որ երևանյան թատրոնների մեծ մասը ունեն իրենց սպეციფիկան։ Այո։ Եվ շատ դժվար է դա հարմարվելը։ Միանշանակ ես նախ հասկանում եմ, որ այլ բան չի կարող անել վարորդ ավտոբուսի, դա նույն ավտոբուսն է, ես կարողանայի։ Այս ավտոբուսից են ավտոբուսը։ Նայեք, երբ որ ես խոսում եմ, իհարկե չվիրավորելով որևէ մասնագիտություն, բայց չնայած ես համարում եմ, որ ուսուցող մարդը, դա ուսուցիչն է կամ դասախոսն է, ինքը միշտ պիտի լինի առաջատար։ Ոնց ուզում է թող որոշեն, որ դա կողմնապահություն է։ Ինչ լավ է, որ հիմա ես ուսուցիչ եմ, չեն ասի իր մասին է խոսում։ Խնդիրը հետևյալն է։ Ես երբեք չեմ ասում նա պիտի ինչքան ստանա, նա պիտի ինչքան ստանա։ Ես թվեր չեմ հրապարակում, որտեղ ես չեմ որոշողը։ Բայց ես հասկանում եմ հետևյալը։ Գնահատված չի այն առումով, որ եթե օրինակ կա 400,000 աշխատավարձ, չնայած 800-ել եմ լսել, եկեք ամենամինիմալը, որը որ ես լսել եմ։ Բոլորը գիտեն, որ 600-ել է հնչում կառավարական դեմքերի կողմից կամ, չգիտեմ, ավականիների կողմից, ես իրենցից գիտեմ այս ամենը։ 800-ել է հնչում, 600-ել է հնչում, 400-ել է հնչում։ Եկեք որոշենք 400-ը, ամենացածերը։ Ես համարում եմ այսպես, որ եթե իրենք ստանում են 400, ուրեմն դասախոսը պիտի ստանա 500։ Ես sense եմ համարում։ Հիմա այդ տարբերությունը ո՞նց կորոշի։ Ես չեմ համարում, որ այնտեղ պիտի ստանա 400, այստեղ պիտի ստանա 40։ Որովհետև դուք կրթում եք ուսուցիչը, դասախոսը առավել քան, հա, այնտեղ դասախոսը մասնագետ է պատրաստում։ Այո։ Բայց այդ մասնագետին, որ պիտի պատրաստի, տալիս է ուսուցիչը, ասենց կրթում է 10-12 տարի հիմա, ասում է վերցրու, ես քեզ տալիս եմ կիրթ գրագետ մարդ, դու իրեն դարձրու էլ ավելի ուժեղ մասնագետ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այս տարբերությունը չափազանց իրարամերժ է։ Հասկանում եք, թատրոնի արտիստը, որ ամիսներ ի վեր փորձ է անում, հա, որ մի ներկայացում, ոչ մեկ ամսից։ Հետո տոմսն վաճառվում է 2000 դրամ, ընդհանրապես 5000 դրամ, թող լինի։ Ես ուզում եմ հասկանալ, ոնց կարող է թատրոնի դերասանը օրինակ ստանալ 100,000 դրամ։ Իսկ փոխարենը վարորդը ստանա 400,000 դրամ։ Չի կարող այդպես լինել, որովհետև կրթությունը, կրթված մարդը միշտ պիտի ավելի բարձր գնահատվի։ Ինչու՞, որ եկող սերունդը հասկանա, որ կրթվելը շատ ավելի նորաձև է։ Սենց են դարձնում կրթվելի իմիջիայլոց նորաձև, Ժողովուրդ ջան, ոչ թե գրառումներ են անում կրթվելը նորաձև է կամ Հերմեսն է նորաձև, անում են ուրիշ ձև, օրինակ բարձրացնում են թիվը, տոմսի, թատրոնի, աշխատավարձի, այդ երեխեն ինքնըստինքյան հասկանում է, որ ես ոնց որ թե նորաձև է, որովհետև այդտեղ շատ են փող ստանում, բա ոչ չգնամ դառնամ ինժեներ, մանկավարժ, գիտնական, այնտեղ փողը շատ է։ Այս միակ տարբերակն է նորաձև դարձնելու։ Հիմա երիտասարդներին էլ կհարցնեմ։ Ես ինչքան էլ իմեջում գրեմ կրթվելը նորաձև է։ Ես իմեջում գրեցի, հայտարարեցի։ Այս երեխուն կարամ համոզեմ, որ նորաձև է, բայց հերիք է ես այս երեխուն ցույց տամ, թե ինչքան բարձր է գնահատվում իր աշխատավարձը, որպես գիտնական ինժեներ, դասախոս եւ մանկավարժ, ինձ պետք չի հասցնել այդ մասին ասել։ Ինքը սենց իմ վրայով կթռնի, վազելով կգնա, կդառնա։ Ձևն էլ ասեմ, ոնց կարելի է ինչ-որ բան դարձնել նորաձև։ Օրինակ այդ բրենդերը, որ տենց շատ սիրում եք, չէ, ու փող էլ չկա, որ գնեք, այդ ոնց են իրենք դարձել այդպես։ Այ իրենց արժեքներով իրենք դարձել են առաջատար։ Իրենք ունեցել են ինչ-որ մի թիվ, որը գուցե տրամաբանված չի եղել,
Եվ ինքը դարձել է այս չոր տենց սանդղակ է ձեռք բերել, ճիշտ չեմ ասում։ Ով էլ որ չունի, դե այն որ մեկ ասում են որ շատ մաչելի է, կարող է շատ վատնա։ Հիմա մոտավորապես սրան ենք նմանում։ Հիմա երկու երիտասարդ են նստած այստեղ։ Բեմադրիչ, դերասան, մարդիկ վաղը մյուս օրը պիտի թատրոնում շարունակեն նվիրյալ լինել։ Իրականում երեխեք ձեզ համար կրթվելը երբ կարող է դառնալ նորաձև։ Համել կրթվելու process-ի մեջ եք, չէ՞։ Դեռ ինչքան էլ ճանապարհ ունեք գնալու կրթվելու։ Եվ ես տարբերակներ առաջարկեցի, դուք կարող եք այլ տարբերակ ինձ առաջարկել։ Դե ես կողմնակից եմ, որ կրթությունը ավելի կարևոր է, որովհետև եթե չկրթվես, չես կարող հենց մատ լինել։ Ու իմ կարծիքով ինչքան էլ այդ նորաձևությունը լինի, դու պետք է ինքդ քո մեջ հասկանաս, որ կրթվելը շատ կարևոր է։ Ինքնակրթվելն էլ այդքան կարևոր չի, իսկ ինչը հենց հիմք դնելը կրթությանը, որովհետև եթե չկրթվես, չես կարողանա աշխատանք գտնել, չես կարողանա հենց այդ գումարը վաստակել ու թեկուզ չգնահատված կրթությունն էլ, որ հետո ասում են, հա, դերասանի, բանի, դու պետք է առաջ տանես, օրինակ ես տենց եմ մտածում, դու պետք է լինես այդ նորաձևության լույսը, որ դու արդեն առաջ տանես ու քեզ տեսնեն ու արդեն համոզվեն, որ պետք է կրթվել։ Իմ կարծիքով դու պետք է լինես էլի այդ առաջատարը, ամեն մեկը պետք է իր մեջ գտնի ու ինքը տանի։ Եթե տենց լինի կհամախմբվեն ու վերջապես վիրյալն է էլի։ Վիրյալն է էլի։ Այն որ ինքը տանում է, մեկը հասկանում է, որ ասում եմ եկել 40 տարի անց ես հասկացա իմ մանկավարժ տարիների փորձից հասկացա, դուք ինչ եք հասկացել։ Ես ուզում եմ գտնեմ այդ բանալին նորաձևության, բայց կարծում եմ, որ այդ ոնց որ օրինակ ջուրը մարդու բնական պահանջներից մեկն է։ Այսինքն նույնն էլ աշխատանքը, այսինքն եթե մարդը պետք է ապրի, դրա համար պետք է գումար, որ ինքը ապրի։ Ու կարծում եմ, որ նաև մի փոքր նաև անհատի խնդիրն է, որ ինքը այդ բնական պահանջներից մեկն էլ կրթվելն է, այսինքն այդ մի փոքր անհնար է ընտրել կամ չընտրել։ Դա պահանջ է, պարտադիր, որը պիտի արվի։ Պետք չէ նորաձև լինել այսինքն։ Պետք չէ նորաձև լինել, դա պիտի արվի։ Հիմա այլ հարց է, դու դա ուզում ես անել, թե չէ։ Այ հետաքրքիր է, երբ անդադ մենք լսում էինք, մեր ուսանող ժամանակել էինք դրա վրա շատ հումորներ կազմակերպում, որ անպայման պիտի տառապես, որ ինչ-որ բան ստեղծես, որ ոչ մի հայտնի նկարիչ, ստեղծագործող, գրող չի ունեցել, հա, բավարար հնարավորություններ վաստակելու, միշտ իրենք ապրել են վատ, եւ դա է երևի ստեղծել նրանց կամ առաջ քաշել նրանց տաղանդը։ Սրա հետ համաձայն եք, որ միշտ պետք է տառապել, որ ինչ-որ բան ստեղծել ու միշտ չունենալ հնարավորություններ։ Չէ, պետք չի տառապել։ Այսինքն երջանկությունից էլ է, չէ, արվեստ ծնվում, պարզվում է։ Իհարկե։ Այս թվում է այս պետք է նորաձև դառնա, որպեսզի մենք մեր երիտասարդությանը հասկացնենք, որ այո, շատ ենք լսել, որ աշխարհահռչակ նկարիչներ, որոնք ապրել են, հա, ինչ պայմաններում, չեն վաճառվել, հայտնի չեն եղել եւ այլն, այսօր նրանց նկարները միլիոնների արժեք ունի։ Ես իրականում հավատում եմ, որ երջանկությունից ավելի լուսավոր արվեստի գործեր են ծնվում, քան դժբախտությունից։ Կարող է դժբախտությունն է ինչ-որ բան ծնում, հա, դու տառապում ես, այդ տառապանքից ինչ-որ բան ես հասկանում, բայց ես թվում է տառապանքից ոչ թե արվեստ է ծնվում, այն օր էի կարդում մտածում։ Տառապելուց ծնվում է ճշմարտություններ, այսինքն դու ինչ-որ արժեքների ես գալիս, բայց երջանկությունից ծնվում են այդ գործերը արվեստի։ Ուղղակի ինձ թվում է տառապելը պետք է, որ ինչ-որ բաներ սկսես արժևորել, գնահատել քո կյանքում, օրինակ սերը գնահատես, օրինակ այն ինչ-որ ունես, այն որ ասում են, հա, գնահատես, օրինակ գնահատես գեղեցիկ բառերի արժեքը, որ կարող ես հնչեցնել դիմացինի համար, բայց օրինակ ոչ մի դեպքում չտառապել, որ ինչ-որ բան նկարես, էլի, չէ՞։ Իսկ ձեզ չարի վերջը ոնց է գալիս։ Դա խոսար։ Ձեր դասախոսը հետաքրքիր ձևակերպում տվեց, դուք ինչ կասեք։ Նոր եթերից առաջ այդ է ընկերնարային ասում է ենարը մտածում եմ, որ չարի վերջը, որտեղ է այդ վերջը կամ ով է բերում այդ վերջը ու հասկանում եմ, որ չկա վերջ, քանզի կան չար ծնողներ երևի, չգիտեմ։ Իմիջիալոց կան, բայց։ Հա։ Ու այդ պայքարն է, էլի, որ ինչքան էլ պայքար ես, միևնույնն է ինչ որտեղ հետո դա նորից գլուխ է։
բարձրացնելու էլի ու չեմ կարող հիմա հասկանամ վերջը։ Այսինքն միշտ պիտի լինի չարը գուցե, այդ որ ասում են, դեպի չարը լինի, որ բարին կամ լուսավորը երևա նրա կողքին։ Չգիտեմ, մի քիչ պարադոքսալ է։ Հետաքրքիր է, դուք ձեր ներկայացման մեջ ինչ-որ լուծում տալիս եք դրան։ Չարի վերջի մասին է խոսքը։ Չարի վերջը բեմադրել է Արտյոմը։ Ես կուզեմ, որ այդ մասին ես քիչ խոսեմ, ինքը խոսի եւ նաեւ նշի կարևոր մարդկանց, ովքեր որ ծնունդ է տվել ներկայացմանը, ռեժիսորը ինքն է, բայց բոլոր մնացած կարևոր դեմքերին պիտի նշենք ուղիղ եթերով։ Արտիստների մասին է խոսքը, ովքեր խաղում են, խնդրեմ։ Ոչ միայն արտիստների։ Դե սա մի մյուզիկլ է, Չարի վերջը, որը գրվել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի կողմից դեռ շատ տարիներ առաջ, որը ըստ Հովհաննես Թումանյանի բալադի հիման վրա է դարձել մյուզիկլ, ամբողջական մյուզիկլ, եւ այն կերպարները, որոնք շատ հայտնի են, նույն Ագրավը, նույն Աղվեսը, նույն Կկուն, պարոն Հայրապետյանի երաժշտության շնորհիվ արդեն դարձել են խարակտերնի կերպարներ, եթե կարելի է այդպես ասել։ Շատ մարդկային։ Եվ օրինակի համար, այս Չարի վերջում մենք հանդիպում ենք Ագրավի, որը ռոքմեն է, ինքը ռոք գիտարիստ է։ Մենք հանդիպում ենք Աղվեսի, ով ինքը խորամանկ է, բայց ինքը շատ արտիստիկ Աղվես է։ Իր մեջ ներառվում են մարդկային բոլոր տեսակները, վատ եւ լավ կողմերից սկսված, ու հանդիպում ենք Կկվի, որը ոչ մի տեսակ չունի։ Ուղղակի Չարի վերջի ըստ բալադի Կկուն է, որը մինչև բալադի սկզբից մինչև վերջ եւ մյուզիկլի սկզբից մինչև վերջ պարտավորված ողբում է ու վերջ։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ Կկուն մեծ կապ ունի եւ Կկվից է երևի մեղավորությունը, որովհետեւ եթե որոշակի լավ մեկը տարան, երկրորդը տարան, երրորդը տարան։ Այդ ասում Թումանյանը այդ հանճարը նրանում է, որ ինքը մեզ բջջային մակարդակով էր ճանաչում, հային նկատի ունեմ։ Շատ հարմարվող տեսակն է։ Այո։ Իրականում, որ բեմ աշխատում էինք ներկայացման վրա, այդքան չէի կենտրոնացել Աղվեսի, քանի որ հայտնի է, որ ինքն է Չարը, ինքն է, եւ այդքան չէի կենտրոնացել Ագրավի վրա, ինչքան Կկվի, որովհետեւ եթե մենք փորձում ենք մի փոքր ուսումնասիրել Չարի վերջի մասին հոդվածներ եւ ընդհանրապես վերլուծողների կարծիքները, Կկուն բնության մեջ համարվում է վատ թռչուն, այսինքն բույնը փոխողլած բերող եւ գուցե հա ինչ որտեղ դա իր բույնը չի, որտեղ որ ինքն է բալադում եւ գուցե եւ ինքն է, որ ուրիշ ձագերի է տալիս, այսինքն sense տարբեր շերտեր կան, որ կարելի է բացահայտել, հետո իրականում ուրիշ տեղ է եկել, չէ՞, իրականում ուրիշի ձագերին է տալիս, հա, հետո Ագրավը, որ ոչ թե ինձ թվում է ուզում է կանխի Չարի վերջ Աղվեսի հետ կապված, այլ Կկվին, որ չի կարելի, ես տենց եմ մտածում։ Լավն է, շատ խորհրդանշական է, որովհետեւ իմիջիալից եթե դու իսկապես հասկանում ես, որ դա քոնն է, ոչ մի գնով չես տա, որտեղ մարդը էգոիստ է մի քիչ էլ։ Հետևաբար դու երբ ես այն տալիս, հա, տենց նվիրում։ Մարդը առավել եւս ծնողը։ Առավել եւս ծնող, երբ իրականում դու չես զգում, որ քոնն է։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում է իրականության մեջ, ես կարծում եմ, երբ որ մենք տենց ինչ-որ անտարբեր խոսում ենք, հա, այս մեկը սենց անենք, այն մեկը նենց անենք, այն մեկը փագենք, այն մեկը նվիրենք, այն մեկը տանք, այն մեկը սենց, դու հասկանում ես, որ երբ որ չկա սեփական անձի կողմից այդ սերը, այդ իմն է, հա, այդ մի քիչ էլ նորմալ է, ոնց է ծնողի իր ձագին միշտ պաշտպանում, որտեվ իրենն է եւ ինքը կյանքի գնով է պաշտպանում եւ մենք դրա համար ծնողին վերագրում ենք որպես գազանի, որը ոչ մի կերպ չի տա իր ձագին նեղացնեն, բայց այդ անում ես հենց այն ժամանակ, երբ իրապես քոնն է այդ ձագը, բայց երբ ուրիշինն է, դե մենք այդ անտարբերությունը ունենք։ Հետաքրքիր է, հիմա դուք այդ տենց շերտերը տալիս եք տենց դիպուկ, չգիտեմ, ցայտ ունեն երևում այդ ամենը։ Հա, դիպուկ է, ես պիտի ճիշտն ասած ասեմ, որ երաժշտությունը շատ մեծ դեր ունի, որովհետև քանի որ 3 կերպար են գլխավորը եւ այնտեղ մենք ստեղծել ենք sense մի տարածություն, որը Խոսրովի անտառն է եւ որը ամբողջ մյուզիկլը ուղեկցվում է Խոսրով բենդի ուղեկցությամբ, որը թռչուններ են տարբեր գործիքներով, չգիտեմ, տերևից գիտարով կամ ծաղկից շեփորով օրինակ։ Ու իրանք մեկնաբանում են համաշխարհային
պատմություններ այսօր կան գնարել Թումանյանի Չարի վերջի վրա, բայց իրանք մտածում են, որ ոչ թե պատմենք Չարի վերջը Հովհաննես Թումանյան, որը պարզապես վերնագիր է, որի տակ կա երկար մի պատմություն, այլ իրանք հենց պատմեն Չարի վերջը, այսինքն հենց վերնագրի վրա են իրանք կենտրոնանում, ոչ թե ինչա պատմվում հետո, որտեղ ինքը սիմվոլիկա չի վերնագիրը որպես էլ ինքը ամբողջ բալադի մասին է։ Ու շատ տիպիկ խաղում են այդ ներկայացման մեջ չեմ խաղում։ Խաղում են քոլեջի մյուս ուսանողները, որոնք դեռ սովորում են քոլեջում։ Պարերը բեմադրել է Մարիամը, էլի նույն քոլեջի ուսանող Քոչարյան, գրաֆիկական աշխատանքը իմ կուրսընկեր Գորն է արել, մենք իրար հետ ենք ավարտել քոլեջը, Հովհաննիսյան, պարոն Սանտրոսյանը տնօրենն է քոլեջի, ու մեզ շատ օգնել է, ու պարոն Հայրապետյանը, որը էլի մեզ շատ աջակցել է, օգնել է, խորհուրդներ է տվել, մինչև ամբողջական պատկերի հասնել է եկել, լսել է մեզ, որ կարողանանք ճիշտ տալ։ Ու մենք ստացանք ծիծաղալի Չարի վերջ, ծիծաղալի, բայց պարային, շատ հավես։ Հետաքրքիր է Նարա, տարիների վեր դասավանդում եք, նաև բեմում եք, մի քիչ երևի համեմատության օրինակներ կարող եք բերել իրականում, քանի որ թատրոնի միջազգային օրն է, հասկանանք թատրոնի կշիռը այսօր հանրության մոտ, իրականում ավելի լավ է, թե ավելի լավ եղել է, որովհետև դուք ավելի դիպուկ կարողանաք գուցե այդ համեմատությունը անցկացնել եւ հասկանալ այսօր հատկապես մենք շատ ենք այդ երիտասարդ բառն ասում եւ այդ երիտասարդության մեջ ես միայն ուսանողություն չէ որ տեսնում եմ իհարկե ես աշակերտել եմ տեսնում ես ավարտած ուսանողը հա ավարտած մարդուն եմ տեսնում որը այո այսինքն մենք էլ դրա հետ մեկտեղ հա այսինքն այդ ամբողջ սերունդը այդ սանդղակը որ կա իրականում ինչ հարգանք ու մոտեցում ունի թատրոնի հանդեպ չէ երբ որ նայում ենք ուսանողությանը, ուրեմն իմ տարիքից դուրս գանք, երբ որ նայում եմ իմ ուսանողությանը, երբ որ նայում եմ ավարտած երեխեքին, այն ինչ որ կատարվում է թատերական ինստիտուտում, որ պիտի գան, որ պիտի համալրեն թատրոնները, ես համոզված եմ, որ շատ լավ սերունդ է, եւ ես համոզված եմ, որ այդ սերունդը չնայած այդ ամեն ինչին մենք ինչ որ քննարկեցինք, հա, ֆինանս եւ այլն, այո, սիրում են թատրոնը։ Սիրում են եւ պետք է ասեմ, որ մի սանդղակ բարձրել գնահատում են թատրոնը, թատրոնի դերը եւ շատ ավելի ճաշակով են անում, շատ ավելի կարդացած են եւ շատ ավելի գրագետ ու խորն են եւ այս ինչի եմ ասում, որովհետև իրենց շատ ավելի հնարավորություն է տրվում, քան մեր ժամանակներում։ Օրինակ ես հիշում էի նոր, որ թատերական ինստիտուտի մեր տարիներին, երբ որ մենք էինք սովորում, մենք չունեինք արտասահման գնալու փառատոնների հնարավորություններ, մենք չունեինք վերապատրաստումներ, դասընթացների հնարավորություններ, մենք չունեինք։ Այդ ժամանակ շատ սուղ էր ամեն ինչ։ Մեր պրակտիկաները երևի անցնում էր միայն պետական հա թատրոններում Երևանյան, այս կողմ են կողմ վազելով։ Բայց երբ որ ես հիմա նայում եմ թատերական ինստիտուտում ինչպիսի ծրագրեր են իրականացվում, ես նույնիսկ շատ անգամ այն օրը պարոն Հարությունյանի հետ էի խոսում Արմենի, արվեստագիտությունների դոցենտ, որ նաև ինստիտուտում է, խնդրեցի, ասեցի, ինչ կլինի, եթե նույնիսկ շրջանավարտների համար կա տարբերակներ, որ կարող են գնալ, որ կարող ենք վերապատրաստվել։ Ես շատ կուզեմ, ես պատրաստակամ եմ, էլի։ Ուզում եմ ասել, այդ առումով իրենք մի level, մի մակարդակել մեզանից բարձրել, որովհետև իրենց այդ հնարավորությունները ընձեռվում են։ Մենք չունեինք այդ ժամանակները։ Ինչքան էլ փառատոններ են դրսից գալիս այստեղ, ինչքան էլ գալիս են, այո, պիտի տեսնեն եւ լավը եւ վատը, կապ չունի։ Մենքան պիտի տեսնես, որ կարողանաս ընթացը չորից տարբերել, էլի։ Այնպես որ ինձ թվում է, այո, քո սկզբի խոսքերից կարճելով թատրոնը կա, եղել է եւ մնում է արվեստների արվեստ ինձ համար, որովհետեւ իր մեջ ներառում է բոլոր արվեստները։ Դա կլինի երաժշտություն, դա կլինի պար, բալետ, երգ, ամեն ինչ։ Խոսք, այո, մարմնի լեզու, իրականում երևի թե հենց դրանով էլ պայմանավորված է առավոտյան մտածում էի ոնց եղավ, որ ինքը իսկապես դիմակայեց ու մի բան էլ բարձունքում մնաց։ Եվ հենց երևի դրանով է պայմանավորված, որ ամեն ինչ ներառում է իր ներսում։ Ու այսօր երևի թե մեր թատրոնի դերասանները, հատկապես այսօրվա ուսանողները հասկացել են, որ միայն տեքստ ասելը քիչ է, այսինքն պիտի կարողանալ մի քիչ
ավելի լայն լինել այդ առումով եւ կարողանալ երգել եւ պարել եւ հումորային լինել եւ դրամատիկ լինել։ Չէ՞ մի ժամանակ այնպես որոշել էին, չէ՞, ես մեկը բան է։ Երբ որ Ենգիբարյանն էի ուզում սկսել երեխեքի հետ, պարտադիր այդ իր օթային քայլերը, ամեն ինչ սովորեցրել եմ, ասեմ, երեխեք հասկացեք, մենք գնում ենք թատրոնի այն տեսակին, որ մարմնի լեզուն շատ կարևոր է։ Եւ Ենգիբարյանը ինքը, այստեղ նշենք նաեւ իր արվեստի մասին, ինքը կլոուն չէր, ինքը ծաղրացու չէր, ճիշտ է, իր ժանրը եւ իր արենան կրկեսն էր, բայց նա այնպիսի մի ժանր բերեց, որ մնջախաղաց դարձավ։ Ինքը միմ արտիստ էր։ Եվ Ենգիբարյանը, այո, շփվում էր, այնտեղ շատ հետաքրքիր մի հոդված կարդացի, ոչ թե կլոունի կարմիր քթով էր շփվում հանդիսատեսի հետ, այլ հանդիսատեսի հետ շփվում էր իր մարմնի լեզվով։ Այո։ Շատ հետաքրքիր էր իհարկե ձեզ լսել, բայց ցավոք մեր ժամանակը սահմանափակ է, ես հրավիրատոմսը իմն է։ Այո։ Շնորհակալ եմ։ Անուշ ջան, ապրիլի 4-ին 19:30 հրավիրված եք ուրիշ թատրոն դիտելու Չարի վերջ։ Շնորհակալ եմ։ Ես իմիջիայլոց առաջարկում եմ, չգիտեմ, կա արդեն վաճառված են ամբողջությամբ թե ոչ, թե վաճառվում է թե ոչ, բայց եթե հնարավորություն լինի ձեր երեխաներին առիթ ունենալ տանել այս ներկայացմանը, հաստատ առիթը բաց մի թողեք։ Միայն այսօրն է լինելու, թե լիկա։ Ինձ թվում է գարնան մայիսին կխաղանք դեռ։ Հա։ Այո, կխաղանք։ Եվ էլի լավ հնարավորություն աշակերտներին, թեկուզ հիմա մանկավարժներին կարող եմ այդ խորհուրդը տալ աշակերտներին տանելու, որպեսզի հաճելի արվեստի օր ունենան։ Բայց ես ուզում եմ նաև հիշեցնել հաջորդ իրադարձության մասին, ապրիլի 1-ին ժամը 15:00-ին Երեշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կներկայացվեն Ենգիբարյանական նովելները նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանական 90-ամյակին, սա էլի ուսանողների մասնակցությամբ ոնց հասկացա, շատ գեղեցիկ միջոցառում է լինելու, կարող եք գնալ վայելել։ Շնորհակալ ենք, որ իմ հյուրն եք։ Գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք։